Պապի դասը չէ սովորացնի։ Սպասի Հարութիկ ջան, այս վազը հորդ տնկած վազն է, ջրեն վերջացնեմ, հետո նոր կանցնենք դասերին, հա բալես։ Պապի, բայց երբ եմ խաղող տնկելու։ Սպասի բալես, կմեծանաս դու էլ կտնկես։ Պապի, էլի սկսա։ Դրել գլխների շենք են սարքում։ Ինչ ա եղել, այ Գոհար, ինչ ա կատարվում։ Այ Հարութ պապ, այս տունը ինչ սարքել են, չեն սարքել, տունը գլխից փուլ եկավ, պատերը ճաք են տվել։ Այն օրը Շմավոնը մարդ էր բերել, որ պատերը ամրացնեն, սարքեն, գիտես ինչքան փող են ուզում։ Վայ, Էլիսա իրա կռոցը սկսեց, հնը լուսը չբացված։ Ձեզ վարձրին էլի, լավ եմ արել սարքել եմ, 4-րդ եմ սարքելու, 5-րդ եմ սարքելու։ Հանգստացի այ Նախշուն, ինչ ա կատարում, հանգստացի մի հատ։ Նախշուն, ուզում ես սարքի, 1000-ը սարքի, ինձ վնաս մի տուր։ Ով ա քեզ վնաս տալիս։ Իմ տուննա ինչ ուզում եմ էտել անում եմ։ Տունս գլխից փուլ ա գալի, քո հեչ վեճն ա, սաղս էլ գիտենք, որ 3-րդ հարգը սարքում ես, թույլտվություն չունես։ Գոհար, մտքինը տասա։ Քանդել եմ տալու այ մաթի, համ կտուրդ եմ քանդել տալու, համ ես 3-րդ հարգը։ Նախանձ ես դու, նախանձ։ Էդ ես եմ նախանձ, ձեր ագահության պատճառով ես տունս փլվում ա, ձեռներս ծալած պիտի նստեմ, ես ճաքերը տենում ես, սարքել ա պետք։ Ինչ ճակ, ինչ բան, ինչեր ես հորինում։ Դատարան եմ գնալու, ռեմոնտից փողնել ես տալու, 3-րդ հարգդ էլ ես քանդելու։ Ինչ, դու ғալատ ես անելու, էդ դու քեզ ում տեղն ես դրել, որ իր սարքած տունը քանդես։ Լավ Նախշուն աղջիկ, դե դու սպասիր։ Շմավոն, զանգի մեր են ծանոթ փաստաբանի։ Ում ուզում ես զանգի, թե չէ մենք ծանոթ փաստաբան չունենք։ Կարևորում ենք պահպանել նորմալ մթնոլորտ, մնացած հարցերը արդեն գործի ընթացքում մենք կկարգավորենք։ Ես որ խնդրում եմ նորմալ լինի։ Ոտքի դատարանն է գալիս։ Նստեք։ Քննվում է քաղաքացիական գործնստայցի Շմավոն Մովսիսյանին դեմ Վախթան Ղազարյանի ինքնական կառույցը քանդելու, որպես վնասի հատուցում 2.300.000 դրամ բռնագանձելու եւ բռնագանձումը պատասխանողների գույքի վրա տարածելու պահանջի մասին։ Նախապատրաստական փուլը գործով ավարտվել է, այժմ անցնում ենք դատաքննության։ Զեկուցել խնդրեմ դատական նիստին կողմերի եւ գործին մասնակցող դատավարության այլ մասնակիցների ներկայության մասին։ Դատական նիստին ներկայացել են հայցվորը, պատասխանողը եւ նրանց ներկայացուցիչները։ Դատական նիստի մասնակիցների ինքնությունը, նրանց ներկայացուցիչների լիազորությունները ստուգվել են։ Կողմերը գրավոր տեղեկացվել են իրենց դատավարական իրավունքների ու պարտականությունների մասին։ Մեկ անգամ եւս դրանք կրկնելու անհրաժեշտություն կա, հայցվոր Ոչ։ Պատասխանող դեսամաս, ոչ։ Կողմերը դատավորի նիստի կարգավորի դեմ բացարկ ունեն հայցվոր։ Չունեմ բացարկ։ Պատասխանող Բացարկներ չունեք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33 հոդվածի համաձայն կողմերը դատաքննության ընթացքում կարող են վեճի լուծել հաշտությամբ։ Կողմերը չեն ցանկանում կնքել հաշտության համաձայնություն, հայցվոր։ Ոչ։ Պատասխանող դուք։ Ոչ հարգելի դեպք։ Լավ, հայցվոր պնդում եք ձեր հայցապահանջները։ Այո։ Պատասխանող ընդունում եք հայցապահանջները։ Հայցապահանջը չեմ ընդունում։ Չեք ընդունում։ Սահմանեք գործի ապացույցների հետազոտման հաջորդականությունը։ Հայցվոր ներկայացրել եք ձեր կարծիքը այդ կապակցությամբ։ Առաջարկում եմ լսել հայցվորին, ապա պատասխանողին, ապա ուսումնասիրել գործում եղած ապացույցները։ Զարուհի Դանիելյան համարձակ է անկանխատեսելի։ Դատավարության ընթացքում որդեգրում է ճկուն մարտավարություն։ Պատասխանող ձեր կարծիքն ինչպիսին է։ Հարգելի դատարան, ես եւս կողմ եմ այս կարծիքին, առաջարկում եմ լսենք կողմերի բացատրությունները, հետագայում հետազոտենք գրավոր եւ իրեղեն ապացույցները։ Կարինե Խաչատրյան, հանգիստ է, նպատակամետ,
Շատ է կարևորում դատական էթիկայի նորմերը, հավասարակշռվածությունը։ Հաշվի առնելով գործի փաստական հանգամանքները եւ ապացույցների հաջորդականության վերաբերյալ կողմերի կարծիքը, դատարանը որոշեց ապացույցների հետազոտման հետեւյալ հաջորդականությունը սահմանել, լսել հայցողի եւ պատասխանողի ներկայացուցիչների բացատրությունները, ապա հետազոտել գործում եղած գրավոր եւ իրեղեն ապացույցները։ Հայցողի ներկայացուցիչ, ներկայացրեք ձեր հայցապահանջները։ Հարգելի դատարան, իմ վստահորդին հայցվորին եւ պատասխանողն է պատկանում Մարտիրոսյան 6 հասցեով բնակելի տունը։ Տունը եռահարկ է, ունի նկուղ։ 1999 թվականին պատասխանողը առանց քաղաքաշինական փաստաթղթերի եւ իմ վստահորդի համաձայնության ապամոնտաժել է տանիքը եւ կառուցել է երրորդ հարկ։ Հարգելի դատարան, այդ արդյունքում կառուցման հետևանքով ավելացել է ծանրաբեռնվածության ներքևի հարկերի վրա եւ առաջացել են տարբեր բացվածքներով ջանքեր, պատճառվել է նյութական վնաս իմ վստահորդին։ Նշեմ, որ պատասխանողը նախքան վերակառուցման աշխատանքները սկսել է, պետք է մասնագիտական եզրակացության հիման վրա մշակեր համապատասխան նախագիծ երրորդ հարկը կառուցելու համար, ինչը չի կատարել։ Այս կապակցությամբ հարգելի դատարանին վստահորդը դիմել է փորձագետի եւ ստացել է փորձագիտական եզրակացություն, որի համաձայն պատճառված վնասը գնահատվել է 2.300.000 ՀՀ դրամ։ Խնդրում եմ դատարանին պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 2.300.000 դրամ, որպես պատճառված վնասի հատուցում եւ քանդել ինքնական շինությունը։ Այսքանը։ Պատասխանող հարցեր ունեք հայցվորին։ Այո, հարգելի դատարան։ Խնդրեմ ձեր հարցերը տվեք։ Ասացեք, խնդրեմ, հայցվորը որ թվականին է կատարել նկուղի շինարարական աշխատանքները, արդյոք ունեցել է համապատասխան փաստաթղթեր եւ շինարարական թույլատվություն նման աշխատանքներ կատարելու համար։ Այն կառուցվել է 1999 թվականին, սակայն մեր քննվող հայցապահանջի հետ այն որևէ առնչություն չունի։ Հարգելի գոլեգա, ես խնդրում եմ լիարժեք պատասխանեք հարցին։ Այնուամենայնիվ, շինարարության թույլատվություն եւ փաստաթղթեր եղել են, թե ոչ։ Ոչ։ Շնորհակալություն, հարցեր չունեմ։ Մեկ հարց եւս, այո։ Դուք ձեր խոսքում նշում եք, որ պատասխանողի կողմից երրորդ հարկը եւ տանիքը ապամոնտաժվել եւ երրորդ հարկը կառուցվել 1999 թվականին։ Այնուամենայնիվ, այդ ժամանակվանից մինչ օրս ինչու նախկինում ավելի վաղ չեք դիմել եւ որոշել եք դիմել հիմա դատարան, ինչու չեք օգտվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058 հոդվածի առաջին կետով ձեզ վերապահված իրավունքից։ Հասկանում եմ ձեր հարցը, նկատի ունեք քաղաքացիական դատավարության քաղաքացիական օրենսգրքի 335 հոդվածով նախատեսված հայցային վաղեմության ժամկետը, սակայն հայտնեմ, որ սեփականության իրավունքի հետ կապված հայցապահանջների նկատմամբ հայցային վաղեմությունը կիրառելի չէ։ Շնորհակալություն, հարցեր չունեմ։ Լավ։ Այժմ պատասխանող, խնդրեմ տվեք ձեր բացատրությունը։ Հարգելի դատարան, վիճելի շինությունը, որի երկրորդ հարկի սեփականատերը հանդիսանում էին վստահորդը, սույն գործով պատասխանողը, կառուցվել է դեռևս 1937 թվականին, այսինքն այն արդեն իսկ չի համապատասխանում գործող քաղաքաշինական նորմերին եւ չափանիշներին։ 1999 թվականին հայցվորի կողմից կառուցվել է նկուղ, որի արդյունքում նրա պատերի վրա երևացել են ճաքեր։ Ըստ հայցվորի կողմից ներկայացված փաստաթղթերի, ըստ գործում առկա այլ ապացույցների, ինչպես նաև փորձագետի եզրակացության, որևիցե կերպ չի հիմնավորվում, որ պատերի վրա առաջացած ճաքերը առաջացել են երրորդ հարկի շինարարության արդյունքում եւ ոչ թե հենց նկուղի կառուցապատման աշխատանքների արդյունքում, այսինքն չկա այն դինամիկան, թե ինչից է առաջացել այդ պատերի վրա առկա ճաքերը եւ որ ուղղությամբ են դրանք առաջացել ներքևից վերև, թե ընդհակառակը վերևից ներքև։ Տվյալ պայմաններում մնում են շատ բաց հարցեր, ուստի այդ կապակցությամբ ես խնդրում եմ հրավիրել փորձագետին, որը հնարավորություն կտա մեզ ճշգրտել
այս իրավիճակը եւ ճշգրտում մտցնել, արդյոք ինչ դինամիկա է ունեցել այս պատերի վրա ճեղքերի զարգացումը, ճաքերի եւ դեֆորմացիաների զարգացումը։ Ձեր միջնորդությունը կքննարկենք հայցվորի հարցերին պատասխանելուց հետո։ Հայցվոր հարցեր ունեք պատասխանող։ Այո։ Խնդրեմ։ Այ դուք նշեցիք, որ նկուղը նույնպես կարող էր պատճառ հանդիսանալ։ Այո։ Խնդրում եմ հայտնեք, նկուղի հետ կապված որևէ պահանջ այս պահին քննվում է թե ոչ։ Հարգելի դատարան, այս պահին նկուղի հետ կապված պահանջ չի քննվում, եւ քանի որ նկուղի կառուցապատման աշխատանքներին վնասը պատճառվել է ոչ թե ինձ, այլ հենց հայցվորին, այդ իսկ պատճառով ես շեշտում եմ նկուղի արկայության փաստը եւ նույն թվականի կառուցված լինելու փաստը։ Հասկանալի է, մեկ հարց եւս հարգելի դատարան։ Ես խնդրում եմ հայտնեք, պատճառված վնասի արկայությունը ընդունում եք թե ոչ։ Հարգելի դատարան, ես ընդունում եմ, որ հայցվորին պատճառվել է վնաս, սակայն ես պնդում եմ իմ դիրքորոշումը, չկա որևէ հիմնավոր ապացույց, որ վնասը պատճառվել է երրորդ հարկի շինարարության արդյունքում, այլ ոչ թե նկուղի շինարարության արդյունքում, այսինքն այն, որ վնաս պատճառվել է, ակնհայտ է, բայց դա կարող էր պատճառվել նաև նկուղի շինարարության արդյունքում։ Չունեմ հարցեր, բավարարված եմ։ Լավ։ Այժմ քննարկենք պատասխանողի կողմից ներկայացված միջնորդությունը։ Հայցվոր ներկայացուցիչ, ձեր կարծիքը խնդրեմ ներկայացված միջնորդության կապակցությամբ։ Հարգելի դատարան, ես առարկում եմ միջնորդության դեմ, գտնում եմ, որ այն պետք է մերժվի, նկատի ունենալով, որ փորձագետը արդեն իսկ տվել է իր եզրակացությունը, այն ներկայացված է գտնվում է գործում։ Քննարկելով պատասխանողի կողմի միջնորդությունը, շինարարական տեխնիկական փորձաքննության եզրակացության վերաբերյալ փորձագետ Գևորգ Պետրոսյանին հարցաքննելու մասին, լսելով կողմերի կարծիքները, եւ նկատի ունենալով, որ փորձագետի մասնակցությամբ եզրակացության հետազոտումը կնպաստի գործով վնասի պատճառման հանգամանքների ամբողջական ու օբյեկտիվ պարզաբանմանը, դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել։ Խնդրում եմ հրավիրել փորձագետին։ Գևորգ Պետրոսյան։ Ներկայացեք, խնդրեմ դատարանին։ Շնորհակալություն։ Գևորգ Պետրոսյան, ծնվել եմ 1972 թվականին Երևանում, ունեմ ինժեներ շինարարի որակավորում, աշխատում եմ ներկայումս ակունք փորձագիտական կենտրոնում որպես փորձագետ, ունեմ 7 տարվա աշխատանքային ստաժ։ Դուք հրավիրվել եք հարցաքննվելու որպես փորձագետ, մասնագետ, եւ ձեզ նախազգուշացնում եք ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար նախատեսում եք քրեական պատասխանատվություն։ Այժմ ստորագրեք, որ դուք նախազգուշացված եք։